Նեղլիկ այս փողոցում, որը հազիվ 200 մետր երկարության լինի, ուղիղ տեղ չկա։ Մայլից մայլը անցնելու ճանապարհը հասցե ունի Ղանդիլյան փողոց։ Մի մեքենայի անցման տեղ է։ Մուտք ու ելք անում են թաղի բնակիչների ու իրենց տներ հյուր եկող մարդկանց մեքենաները։ Նշանակությամբ երկրորդային է, կապում է թաղամասը կենտրոնական Գորկու փողոցի հետ։ Փողոց չեք կրնա դուրս կա, ամբողջովին ցեխակուլոր կերնիկ, երեխայքին ոչ խաղալու հնարավորություն կա, 4 տեղում չկա որ խաղալ։ Ցեխ, ջուր, մեքենաները չեն գա թաղ, հասին փողոց կանգնին երեխեքը միջից քիչին տուն կան անձրևին։ Փոքր երեխեքից էլ քիչ ծնեն, որը մարդն է մեղավոր չէ, քսե ավտոս կճարտեմ, 500 դրամի համար, ես ընչի կամ ավտոս ճարտեմ, դու ինչ ենեմ։ 500 դրամը տաքսու վարորդին մնացած ճանապարհը մինչև տուն նորից ոտքով ցեխերի ջրափոսերի միջով։ Այս թաղը ծանոթ է իր հին ֆոնդի տներով, որտեղ մեկի տանիքի մյուսի շարունակությունը դռներն ու փակերն իրար կպած են։ Տարիների ընթացքում փողոցը նեղացել է կից կառույցներ ստեղծելու հետևանքով։ Իրենց մեքենաները չջարդելու համար թաղի ապրողները երբեմն իրենց միջոցներով էլ տեխնիկա են բերում, փողոցը հարթեցնում, փոսերը փակում։ Արասն էլ ինչպես բնակիչներն են ասում, մի քանի օրվա խնդում է։ Մեռանք բերելու քրեդերով եւ ուժերով, փողը տվել ենք, երել են սարքել են, բայց էլի նույն պիջակն է։ Մինչև մի հատ խելքի բերում։ Մենք գումար վարորդները դե բնակիչը ինչ մենք սավեսես տեղած բնակիչ ենք, բայց դե ավտոքշորներին դե մեքենան կանցնես տեղից մա ավտոին է գցելով, ջարտելով կանցնենք։ Հələ հիմի լավ է այս մոմենտը։ Մե երկու օր անձրև կա, всё։ Տեխնիկա կանչելու հող ու ավազով փոսերը փակելու պատմության մեջ են ընկել 5-6 տարի առաջ, երբ թաղամասի հին ջրագծերը նորով փոխարինեցին։ Խոսքը այն մեծ ջրամատակարարման ջրահեռացման ցանցի նորացման ծրագրի մասին է, որը Գյումրիի գրեթե բոլոր փողոցներով ու թաղամասերով անցավ։ Հիմա նույն խնդիրները շատ փողոցներում են, ջրաշինարարը ջրագծերն անցկացրել է, հողի հետ լիցք արել ու ավերած փողոցներում խոստացած բարեկարգումը չարած գնացել է։ Ջրագծերը քաշելու ժամանակ պետք է իրար քարտավորեին ասֆալտապատեին, բայց բերին շիբին լցեցին, դե ամեն տարի լցածը նորից նստված կուտա։ Նա այսա հողը տվեցին վրեն ու գնացին, այդ ժամանակվանից էսկոմ մենք սաղորը այս հողի ու ցեխի Իրենց փորածը հողով փակել է ջրաշինարարը, ասֆալտի գործը թողել քաղաքապետարանին։ 5 տարվա մեջ մի քանի անգամ են թաղի բնակիչներով հավաքվել ու գնացել քաղաքապետարան։ Հաշիվը կորցրել են, բայց պատասխանը լավ են հիշում։ Բնակիչներին վերջին հանդիպմանն էլ ասել են, որ իրենց փողոցը ծրագրերում չկա, բայց բողոքները հաշվի առնելով մի 2 տարի առաջ տեխնիկա են ուղարկել թաղամաս, խիճ են լցրել։ Մի երկու անգամ բերե այն ընդրությունների մոտ նախածած տարի էպես հա բերեցին կես տեղը շիմին լցեցին, թողին գնացին։ Կենտրոնական Գորկի եւ Մուսայելյան փողոցների ելքի ու մուտքի այս ճանապարհն անցած տարվա փողոցաշինական ծրագրում չի եղել։ Ընդգրկված չէ նաեւ այս 2026 թվականի սուբվենցիոն փաթեթում։ Բայց առավելագույնը, որ արվելու է, դարձյալ հարթեցումն է լինելու, ինչն էլ չուշացավ։ Բնակիչների բողոքին արագ արձագանքել են։ Կոմունալի տեխնիկան հարթեցումներ է արել, փոսերը փակվել են։ 2025 թվականի սուբվենցիայով մնացած 18 փողոցների հիմնանորոգումները նոր են սկսելու, երբ շին մրցույթներն ավարտեն։ Մարտի 20-ին են մրցութային փաթեթները բացելու։ Նոր 2026 թվականի համար ևս սուբվենցիայով փողոցաշինական ծրագիր են ներկայացրել 21 փողոցների համար։ Սպասում են փաթեթների հաստատմանը։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։